Բարի լույս սիրելիներս, նա նույն ինքը կյանքն էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք և պատմում ենք ձեզ այն հավիտենական կյանքի մասին, որ հոր մոտ էր և հայտնվեց մեզ։ Հիսուս Քրիստոս կյանքն է, սիրելիներ, և առանց Հիսուսի մենք լիարժեք կյանք չունենք։ Նա ասում է, ես եմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը։ Առանց Հիսուս Քրիստոսի մարդը չի կարող ոչ կյանքի իր ապրելու խորհուրդը հասկանալ, ոչ ճշմարտությունը գիտակցել և ոչ էլ գտնել այն ճանապարհը, որ տանում է հավիտենական կյանք։ Եվ այստեղ առաքյալը մի երևակայական հանդիպման մասին չի խոսում, այլ պատմական հանդիպման, որ Քրիստոսին տեսան և այդ ամենը հիմա վկայում են։ Ցավոք սրտի և դժբախտաբար այսօր մարդիկ հավատում են ավելի շատ կեղծ լուրերին, որ տարածվում են համացանցով կամ հեռուստացույցով, քան այն խոսքերին, որ ճշմարտապես գրված է Աստվածաշնչում և նաև ինչ պիտի կատարվի մեր կյանքում։ Մեր կյանքի ամեն օրվա ժամի, ապրված օրերի համար վկայություն կա Աստվածաշնչում։ Մենք լուրջ չենք վերաբերվում այդ խոսքերին, այն գրվածներին, որ Հիսուս փոխանցել է մեզ։ Մենք ավելի շատ խաբված ենք կեղծիքի մեջ ապրելու կամ հաճելի է մեզ կեղծիքի սուտ լուրերի մեջ ապրել, քան ճշմարտության մեջ ապրել։ Եվ ինչու է այս խոսքերը մեզ գրում Հովհաննես առաքյալը, որպեսզի մարդը սովորի ոչ թե այս աշխարհում կյանքին կապված մնա, այլ կյանք տվողի հետ կապված մնա, որովհետև Հիսուս ասում է, մեկը թեև մեռնի, ով հավատում է ինձ, պիտի շարունակի ապրել։ Ուրեմն այս կյանքի մենք կապված լինելով չենք կարող հավիտենական կյանքը ժառանգել, այլ երբ որ կյանք տվողին կապված լինենք, մենք կգտնենք հավիտենական կյանքը, եթե ոչ մենք անտերության մեջ պիտի մնանք։